չկան, բայց ես ուզում եմ մի դիտարկում անեն հյուսարաֆի հետ ուղիղ չկապված, գիտեք, որ ամեն ամիս հրապարակվում է Հայաստանում գրանցված եւ աշխատավարձով ապահովված աշխատատեղերը եւ ուրեմն 2025 թվականի մարտին արձանագրվել է 782,100 աշխատատեղ, որ նախորդ տարվա մարտի համեմատ ավել է 41,000 աշխատատեղով, բայց կա նաև մեկ ուրիշ առանձնահատկություն, ընդհանրապես աշխատատեղերի բացարձակ ռեկորդը սահմանվել է, այսինքն ռեկորդ այն առումով, որ ամենաբարձր թվով աշխատատեղերն են արձանագրվել է նախորդ տարվա նոյեմբերին, 2023 թվականի նոյեմբերին, ու նաև պիտի արձանագրենք, որ վերջին եռամսյակը այս առումով սովորաբար ամենաակտիվն է լինում հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբերին եւ այս տարվա մարտի ցուցանիշը 782,100-ը բացարձակ ռեկորդից հետո երկրորդ ցուցանիշն է, որը բացարձակ ռեկորդին զիջում է ընդամենը 732 աշխատատեղով Այսինքն մարտի համար բացարձակ ռեկորդ է, բոլոր մարտերի համար բացարձակ ռեկորդ է, բայց ընդհանուր ամենաշատ թվին, որը նախորդ տարվա նոյեմբերի 25-ն է, զիջում է ընդամենը 731 աշխատատեղով եւ սա նույնպես կարեւոր արձանագրում է, որը ուզում եմ անել եւ իմիջիայլոց ամենևին էլ բացառված չի, որ այս գործում որոշակի դեր ունեցել է նաև համընդհանուր հայտարարագրման համակարգը, երբ որ քաղաքացիները արձանագրելով, որ իրենք կարող են սոցիալական կրեդիտներ ստանալ, այդ սոցիալական կրեդիտների բերումով նաև որոշակի գործատուների վրա ճնշում են գործադրել կառուցողական, որպեսզի աշխատատեղերը պատշաճ ձևով գրանցեն եւ մենք քաղաքացիների այս գործելակերպը ողջունում ենք։ Իհարկե ենթադրում եմ, որ գիտեք, ընդհանրապես այս կարգի թվերը 40,000 աշխատատեղ նախորդ տարվա մարտի համեմատ մի գործոնով չի կարող պայմանավորված լինել։ Դրանք իմիջիայլոց անհույս վարկերի որոշումը նույնպես որոշակի ազդեցություն կարող է ունեցած լինել այս ցուցանիշի վրա, ինչը մեզ վստահություն է տալիս, որ առաջիկայում մենք այսպիսի էլի լուրեր կունենանք, ինչը իհարկե լավ է եւ եւս մեկ անգամ ցույց է դնում ռեֆորմի արդարացվածությունը։ Հարցը դրվում է Հյուսիսարաֆի հետ կապված հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա որոշումն ընդունված է, հարգելի գործընկերներ, չզեկուցվող հարցերի փաթեթում մենք որոշում ենք կայացրել, որը վերաբերվում է Օմանում Հայաստանի դեսպանատան բացելուն եւ կարծում եմ սա եւս կարեւոր է մեր արտաքին քաղաքականության ակտիվացման տեսակետից եւ մեր դեսպանատների ցանցը աշխարհում ընդլայնվում է, ինչը կարևոր է մեր բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականության գիրառման տեսակետից, պարոն Միրզոյան, ինչ մեկնաբանություններ ունեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե շատ ֆորմալիստական հայացքով նայենք, մենք իրականում Օմանի սուլթանությունում դեսպանություն բացելու որոշումը կայացրել էինք նախորդիվ, եթե հիշողությունս չի դավաճանում, ապրիլի 10-ի մեր նիստում, հիմա հատկացումներ ենք անում որոշակի բյուջետային, որպեսզի այդ որոշումը կարողանանք կյանքի կոչել։ Իրականում մեր եւ Օմանի հարաբերություններում եւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների խորացման հսկայական պոտենցիալ կա, մենք շատ լավ փոխըմբռնում ունենք մեր գործընկերների հետ այնտեղ, բազմաթիվ հարցերի շուրջ, եւ նաեւ տեսնում ենք, թե այդ ներուժը ինչպես կարող ենք իրացնել։ Մի օրինակ կարող եմ բերել, օրինակ Օմանը այժմ իր ծովային եւ այլ ենթակառուցվածքներն է զարգացնում եւ մենք Օմանի ծովային տարածքը, օդային տարածքը, ցամաքային տարածքը կարող ենք փոխկապակցվածության, տրանզիտի եւ այլ առումներով ավելի լավ օգտագործել, սա լիովին համընկնում է խաղաղության խաչմերուկի մեր նախաձեռնության հետ եւ մասը ըստ էության։ Նաեւ մի հանգամանք էլ կա, այսպես կողմնակի ազդեցություն,
Ընդհանրապես մենք ծոցի երկրների հետ ենք զարգացնում մեր հարաբերությունները, իսկ Օմանը ծոցի երկրների շարքում բավականին լուրջ դերակատարում ունի, եւ նաեւ Հնդկական օվկիանոսի եւ Աֆրիկյան մի շարք երկրների հետ Օմանի սուլթանության կապերը հաշվի առնելով մենք հույս ունենք, որ կարող ենք Օմանից մեր հարաբերությունները այդ ուղղություններով եւս զարգացնել։ Վերադառնալով կոնկրետ որոշմանը, որը այսօր ընդունեցինք, ըստ էության մենք մի մասը ծախսերի ստացվում է, որ հատկացնում ենք արդեն իսկ ԱԳՆ-ին հատկացված բյուջեից, մենք օպտիմալացում ենք անում ծախսերի որոշակի վերաբաշխումներ եւ շուրջ 82 միլիոն դրամը ԱԳՆ-ի արդեն հատկացված բյուջեից 25 թվականի կանենք, իսկ շուրջ 52 միլիոն դրամն էլ արդեն Պաուստային ֆոնդից ենք խնդրում եւ շնորհակալություն գործընկերներին, որ հաստատեցին։ Ամենազանից մենք վերջին նախորդ տարի մենք Փարիզում ձեռք բերեցինք դեսպանատուն եւ Լոնդոնում ձեռք բերեցինք դեսպանատուն, այնտեղի աշխատանքների հետ կապված ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է, որտեղ ինչ որ այնուամենայնիվ լրացուցիչ գործողություններ պետք է անենք, որպեսզի լիարժեք աշխատանքային վիճակի մեջ բերենք։ Պարոն վարչապետ, Լոնդոնում մեր դեսպանության շենքի վրա ըստ էության շատ քիչ բան կար անելու եւ արել ենք արդեն վաղուց վերջացրել ենք, ինքը ներքին հարդարանքն էլ բավականին պատշաճ եւ ներկանալի տեսք ուներ, դուք այցելել եք նաեւ այնտեղ կադրեր ենք արել եւ հասարակությանը ենք ցույց տվել։ Փարիզի շենքը այստեղ իհարկե էապես տարբերվում է, մենք շատ ներկանալի ֆասադ եւ շենք ունենք եւ հասցե, բայց ներսում էական աշխատանքների կարիք կար։ 3-4, եթե հարկերը հաշվենք, 4 հարկից կարող եմ ասել, որ լավ այսպես ձևակերպեմ, մենք գրեթե ավարտին ենք հասցնում վերանորոգման այնտեղ մի քիչ ֆունդամենտալ աշխատանքների, կապիտալ աշխատանքների կարիք էլ կար։ Հուսով եմ, որ կարծում եմ, որ այս տարվա վերջ, եթե ոչ այդպես, ապա մյուս տարվա սկիզբ մենք վստահաբար ամբողջ աշխատանքները կավարտենք, դեսպանությունը կտեղափոխվի անձնակազմ այնտեղ եւ այնտեղից կաշխատենք արդեն։ Շատ լավ, շնորհակալություն։ Կան այլ դիտարկումներ, չկան։ Ներեցեք, պարոն Հարությունյանը հիշեցրեց շենքերի տեսանկյունից մենք հիմա Բրյուսելում, Բելգիայի թագավորությունում կարողացանք առնել, չէ, ձեռք բերել շենքը արդեն իսկ եւ որոշումը ունենք, այնտեղ էլ վերանորոգման հարց կլինի։ Ձեր հանձնարարությամբ ենք արել, պարոն։ Բայց ես չգիտեի, որ արդեն արվել է դա։ Չէ, որոշումը ձեռք ենք բերել, պայմանագիրը կնքման փուլում է եւ հատկացումը, Դա դեռ կգա կառավարության նիստ այդ հատկացումը։ Կարիք չի լինի, որոշումը կայացրել է կառավարությունը, բայց հիմա փողը դեռ չի գնացել սեփականատիրոջը։ Չէ, զեկուցվել է։ Ես չեմ եղել ուրեմն նիստին, եթե զեկուցվել է։ Չէ, նկատի ունեմ կառավարության նիստում։ Այսինքն Բրյուսելում մեր դեսպանատան շենքն էլ ընթացքի մեջ է, արդեն գործնական որոշում։ Ձեռքբերման որոշումը մենք ունենք, պայմանագիրը ընկված է, բանի սեփականատիրոջ հետ։ Փողը դեռ չենք տվել, բայց գիտենք։ Շատ լավ։ Կարծում եմ շատ լավ է, շատ ուրախ եմ, որ կայացվել է այդ որոշումը եւ շատ էական հանգամանք է, որովհետեւ գիտեք ինչ, մենք երբեմն ասում ենք դե դեսպանատուն, բայց դեսպանատունը պետքա դեսպանատան նման լինի։ Եվ սա է սկզբունքային կարևոր հարցը, թեկուզ իհարկե տեղեր կա, որ մենք վարձակալում ենք, վարձակալությունն էլ պետքա պատշաճ ի վերջո երկրի ներկայության հարցն է, իսկ իհարկե այն շենքերը, որոնք ես կարծում եմ, որ երկարաժամկետ մեր քաղաքականությունը պետք է լինի, որ մենք սեփական շենքեր ունենանք, որովհետև դա ի վերջո Հայաստանի Հանրապետության գույքն է, ունեցվածքն է այն տեղերում եւ այն քաղաքներում, որտեղ անշարժ գույքի գները շարունակաբար աճում են եւ շարունակելու են աճել, այնպես որ դա կարծում եմ արդարացված ներդրում է։ Էլ չեմ ասում, որ մենք ինչ որ միջոցներ իհարկե վարձակալության որ տալիս ենք, խնայում ենք, կամ նույնիսկ եթե չենք էլ խնայում, դա պետության ներկայացուցչության եւ պետության իմիջի հարց է, համեցեք։ Պարոն վարչապետ, ուզում եմ համաձայնել ձեր հետ, բայց երկու մաս առանձնացնենք շենքերի ներկայանալիությունը, իսկապես եւ մեր վերջին ձեռքբերումը եւ Լոնդոնը եւ Փարիզը եւ Բրյուսելը շատ ներկայանալի շենքեր են եւ շենքեր լինելու
Եվ տեղերում, երբ որ ասում եմ ներկայանալի, հասցեն էլ նկատի ունեմ, ինտերիերն էլ նկատի ունեմ, էքստերիերն էլ նկատի ունեմ, եւ նաեւ մյուս հարթությունը նույնիսկ շենքերից վերացարկվելով մեր ներկայությունը այս կամ այն երկրում տվյալ դեպքում այսօր խոսեցինք Օմանի սուլթանությունից, ուզում եմ հիշեցնել, որ արդեն Կիպրոսում է գտնվում մեր դեսպանը, Կիպրոսում նորենք բացել դեսպանությունը, հիմա շենքը կհաստատվի, կվարձակալենք այդտեղ իհարկե, եւ առաջիկա 1-2 երևի ամիսների ընթացքում մենք կունենանք դեսպանություն Բուդապեշտում, Հունգարիայում։ Ուզում եմ նշել, հարգելի գործընկերներ, որ նաև Հայաստանում օտարերկրյա դեսպանատների թիվը աճում է, որը նույնպես շատ կարևոր է, եւ մենք ազդակներ ունենք, որ կշարունակի աճել։ Ինչը իհարկե մենք ուրախությամբ, սիրով, բայց նաև երկրները պետք է որոշումներ կայացնեն, եւ ես զգում եմ, տեսնում եմ ամեն դեպս նախնական որոշակի հաղորդակցություններ կան, որ նաև այլ երկրներ քննարկում են առնվազն Հայաստանի Հանրապետությունում դեսպանատուն բացելու հնարավորությունը, որը էլի շատ կարևոր է մեր միջազգային տեսանելիությունը մեծացնելու առումով։ Շնորհակալ եմ, այլ դիտարկումներ կան, չկան, ըստ այդմ մեր նիստը ավարտված է, շնորհակալություն։